Եվ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Մեր սուտ լավ։ Կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել Չէ, դա շատ բովանդակային է։ Տեխնիկական թող մճի տարերը հանեն, թվերը հանեն։ Բովանդակայինը նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի եղել։ Հա, հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից չի եղել, հետո ավելացվել է։ Անձնագիրը բացում, այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ Դե հիմա որ դուք չանեիք, չէինք ֆիքսվի դրա վրա։ Դե բայց պարտադիր նայենք ֆիքսում։ Չէ, մեր խորհրդանիշը համարվում է։ Ինձ համար պատմականորեն իհարկե, այո, բիբլիական Ինչ էմոցիաներ առաջացնում Արարատը ձեզ համար։ Ես աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում, իմ օրը միշտ շատ լավ է սկսվում։ Պատմական հայրենիքի անունով վարչական շրջանից եք գալիս իդեպ։ Հայաստանում ամեն ինչ պատմական, հա, Զեյթունը պատմական հայրենիքի անունով է, չէ՞, մեր մարզերից մեկն է եղել։ Լավա թե վատ։ Չգիտեմ, լավա թե վատ։ Վերջը մենք ունենալու ենք հիշողություն, թե չենք ունենալու։ Ունենալու ենք։ Մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի իրականություն։ Բայց չենք անցյալը մոռացության տալիս Տիկին Գալյան։ Որևէ մեկը մոռացության։ Չէ, տալիս ենք։ Նիկոլ Փաշինյանն է ասում, ինչու Վան կա, Ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա, բան։ Բայց մենք մանիպուլացնում ենք։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր այն ինչ որ ունենք ներկայում չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով, Արարատի մասով ասում որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացնում, հարևան երկրի մոտ էմոցիաներ է առաջացնում։ Այսինքն դրա թուրքերի հարևան երկրի էմոցիաներին տուրք տալով ենք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կրկնեմ իմ միտքը, մենք Արարատի մարդը կարող էմոցիա մենք պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն Տիկին Գալյան մի բան Ձեր բանատեն է, ես ակցում եմ։ Վերաբերյալ քննարկումը խորհրդում նախանշումը երբ սկսեք օրինակ։ Չեմ կարող ասել, դեռ քննարկել ենք ազգային ժողովի կազմավորմանը եւ լիազորություններին առնչվող որոշ դրույթներ։